Ողջույն բոլորին, ես փիս խառն եմ, չեմ հասկանում ինչ անեմ, ոնց անեմ, չեմ հասկանում էլի ընդհանրապես, ես ինչ եք անում էլի, այսօրվա կառավարությունը ինչ բանի է։ Հիմա ես ուզում եմ հասկանամ, հնարավոր չէ ընդհանրապես այդ ինչ 26%-ի մասին է, 26-ը 74-ի հարաբերակցության։ Ոնց եք դուք 26%-ով համաձայնվել Ամերիկայի հետ Միջանցքի Տրամպի ուղու գործարքը։ Հնարավոր չէ գույք պարքի դիմաց տենց մի բան կազմակերպեիք ամբողջությամբ տայիք բրցնեինք։ Ոսկի խիեք ձեր ուսերին ստանձնում բեր, նախ առաջինը հետո պետք է այդ փողերը բանը հաշվի, այդ եկամուտները հաշվի, երբ որ մտնում է երկիր։ Այդտենց ես կարծում եմ շատ դժվար է։ Պետք է տայիք ամբողջությամբ վերահսկողությունը, ամբողջությամբ պետք է տայիք Ամերիկային, մենք այդ փորձը ունենք, գույք պարքի դիմաց։ Ու մենք մեր ձերները այսպես ցալած նստենք տենակ ինչ հալնը, ոնց հալնը, մեր անվտանգությունը բանը, մեր տնտեսությունը ինչ օր անգամ, ոնց են թելերից կախացնեն ստանում բերում։ Նեղված եմ նրա համար, որովհետև ես չգիտեմ հիմա կարող Սալավյովին դուրս չի եկել այդքանը։ Հիմա ես ոնց իսկ թույլ տամ Սալավյովները բանը նեղանան։ Մի քիչ էլ Ռուսաստանի շահի մասին մտածեք։ Հարգելի հայրենակիցներ, մի արեք տենց բաներ։ Երբ որ դուք քնում հելնում եք, պետք է քնելուց առաջ գլուխներդ որ դնում եք բարձին, մտածեք ինչպիսի քայլեր անել, որպեսզի Ռուսաստանի օգուտ լինի, որ Ռուսաստանը դրանից եկամուտ ստանա։ Մարդես, օրինակ ինչ վատ կլներ, եթե այդ ամբողջությամբ տայիք ռուսին էլի, պարտքի դիմաց, կամ ինչ որ մի բանի դիմաց, պրոստը ամբողջությամբ վերահսկողությունը տայիք իրան, կարող է ճիշտ է մի 25-30 տարի հետո Արցախի ճակատագրին արժանանալ Սյունիքը, բայց դե ուրիշի ձեռով չի այդ ամեն ինչը լինում, այդ ելնում է մեր Ռուսաստանի եղբայրների ձեռով, Պուտինի բանի գլխավորությամբ։ Ընկերներ ջան, բայց չեք նկատել ինչքան մենք ստրեկամիտ մեր ազգի մեջ շատ ստրեկամիտ, նույնիսկ նենց պաշտոնատար բան, քաղաքական դեմք ներկայացնող մարդիկ կան։ Խոսքի բանը գիտելիք ունենալը դա բավարար չէ էլի, օրինակ որ դու ազատ միտք ունենաս, ազատ շնչես, ազատ արտաշնչես, դու ինքդ զգաս որպես անկախ ազատ մարդ։ Այդ դրա համար էլ այսօր լրագրություն բան, սա խառնում են իրար։ Նման ես չգիտեմ, ես էլ եմ խառնվել իրար, չեմ կարող կողմնորոշվել։ Սալավյովի սրտով գնամ, թե մեր սրտով գնանք։ Ոնց որ մենք սկսել ենք ավելի շատ մտածել, սկսել չէ, տենց էլ եղել է շուտվանից։ Թե ինչ կասի Պարսկաստանը, ինչ կասի Իրանը, բանը, Ռուսաստանը։ Միշտ մտածում ենք, թե ինչ կասեն, ինչ օգուտ իրանք կունենան, թե մենք ինչ օգուտ կունենանք, դա ոչ թե երկրորդական, այլ ընդհանրապես կարևոր էլ չի։ Հասկացանք դուք վախ ունեք Ռուսաստանը գերտերությունա բան, բայց թող այդ վախերը մի քիչ չեզոքանա, որովհետև խոսքը վերաբերում է մեր երկրին, խոսքը վերաբերում է հայ ժողովրդին, որոշ ճակատագրերի հետ խաղալը արդեն մենք տեսել ենք ինչի հանգեց։ Եթե Արցախի հարցում իրանք կռուտի տարեցին, որ էլ չեմ ասում մեր ժողովրդի ուղեղը լցրեցին, թե մենք ենք ամբողջությամբ պատասխանատու եւ մեղավոր, էլ չեն, հա բան չունեմ ասելու եք, այս 35 տարվա անկախության շրջանում 4 ղեկավարներն են մեղավոր են, բայց ինչքան գիտեմ, թվերը չի սկսում 4-ից դեպի 1-ը, սկսում է 1-ից դեպի 4, այսինքն երբ որ մեղավորություն փնտրում ենք մենք մեր ներսը, պետք է սկսենք 1 թվից, առաջին նախագահ, երկրորդ, երրորդ, չորրորդ արդեն վարչապետ։ Այդ մասով համաձայն եմ, բայց պետք չի հո 35 տարվա անկախության շրջանից այդ ամեն ինչ սկսած։ Պետք է 100 տարի առաջ այդ ապօրինը որոշումը, որը Կրեմլի կողմից է եղել, Արցախը տվել են Ադրբեջանի, պետք է տեից սկսել։ Ով կարա հետ վերցնի Արցախը, եթե ոչ տվողը։ Եթե տվել է Մոսկվան, իսկ թվում է պետք է հետ վերցնի Մոսկվան։ Չի կարա տա Մոսկվան, հետևից գնա Փարիզը, հետևից գնա մի ուրիշ պետության մայրաքաղաք, մի ուրիշ միջազգային հանրություն բան։ Այնպես որ այս մեր պատմությունը պետք է դասել մեզ։ Ես երկար չեմ մտածել, ուղղակի եկել եմ անհանգստությունս հայտնեի, որ գալի էր ոչ թե մեր շահերի համար մտածած, գալի էր Սոլովյովի շահի մասին մտածած, գալի էր Ռուսաստանի շահի մասին մտածած։ Ահա, իմիջիալոց ես ասեմ, ես իշխանամետ չեմ, իշխանության մարդ չեմ, իշխանամետ գիտեք, որտեղ իշխանության պետականամետ եմ, որտեղ իշխանության քայլերը պետության դնում եմ օգտակարա, ես պաշտպանում եմ։ Քանի որ ինձանից հիասթափված շատ իշխանամետ իշխանության մարդիկ կան, ես ոչ մեկիդ ոչ կարոտում եմ, ոչ էլ հետ խնդրանք ունեմ վերադառնալու եւ այլն եւ այլն։ Սա ուզում եմ առանց անուններ նշելու հասկացնեմ, որ երբևիցե չակնկալեք, որ Գևորգը կծախվի որևէ ուժի, ոչ կուսակցության, ոչ ընդդիմադիր, ոչ իշխանություն, ինչ շատ չունեմ, եթե ունենամ էլ, միևնույն է պետության շահը վերալինելու միշտ էլ։ Եթե տեսնեմ եթե տեսնում եմ էլի եւ արտահայտում եմ ներքաղաքական ինչ-որ հարցեր, խնդիրներ, այսօր ղեկավարության կողմից վարված, էլի կոռեկտության սահմանները չխախտելով ես դրա մասին բարձրաձայնում եմ։ Ընդհանրապես կաշկանդվածություն չունեմ, ոչ մի սանս ես չունեմ, որ ինձ հագցնեն եւ փորձեն դրանով ուզեն բան անել։ Եթե դուք որոշ մարդիկ նեղանում եք դրանից, ասում եք, բայց բարձրաձայնեց ինչ որ խնդրի մասին, խնդրի մասին տեսակ էսի անցավ ռուսի կողմը, Քոչարյանի կողմը, սրա կողմը, նախ առաջինը ես ոչ մի ուժի կողմ չեմ եղել երբեք։ Ուղղակի երբ որ այսօրվա իշխանությանը մեղադրում են այնպիսի հարցերը, որ ավելի շատ պատասխանատվություն ու մեղավորություն ունեն այլ մարդիկ, ես չեմ կարող իմ խղճի առաջ
հանգիստ լինել ու լուր մնալ, թույլ տալ որ անիմաստեղը մեղադրեն։ Այս մեղադրելի է այսօրվա իշխանություններին, այսօրվա իրանց կատարած գործերում, իրանց որոշումներում կայացրած բան, խնդիր չկա։ Եթե դա կոռեկտ է, եթե դա առանց քաղաքավարության կանոնների խախտելու եւ առանց հայհոյանքների վիրավորանքների նա, ես կարող եմ նույնիսկ բաժեր կանել տվյալ անձին։ Որտեղ տենամ նույնիսկ ճիշտ մտքեր, ճիշտ մեղադրանքներ, ճիշտ քննադատություն իշխանությանը եւ այնտեղ կա վիրավորանք, ատելության խոսք, իշխանության ուղղությամբ, անդամների ուղղությամբ, ես ոչ պատվիսկ, ոչ բաժելիցա կտամ, ոչ լայք կդնեմ, ոչ կոմենտ կգրեմ, նույնիսկ կմտնեմ, եթե ինքը ինձ հետևորդ լինի կամ պատվիսկ կանի, ես ինքս առաջինը կջնջեմ այդ մարդուն։ Ես ջնջում եմ, նորից եմ ասում, ինձ այսօր էլ եմ օրինակ Միկոնոջ իմ հետևորդների շարքից ջնջել եմ։ Ուղարկում է տեսանյութ, չեմ հիշում, ինչ բացելի իշխանության հանդեպ ոնց որ ատելություն, հա, անեցքներ հայհոյանք բան sense իշխանության հանդեպ ջնջում եմ։ Եթե իշխանության աջակիցը ին վրա ուղարկում է էլի անեցքներ ու ատելություն, որևէ այլ ընդդիմադիր ուժի թե նախկին իշխանության հանդեպ, ես էլի այդ մարդուն իմ ընկերների շարքից ջնջում եմ։ Եթե չուղարկեն, կարողա չջնջեմ ուշադիր չլինեմ, որովհետեւ ատելության ինչ որ քարոզ է։ Բայց որ տեսնում եմ, որ հայ քաղաքացին մեկ այլ կուսակցության իրան որպես չի երկրպագած կուսակցության հանդեպ նույն բաներն անում։ Ժողովուրդ ջան, խնդրում եմ, ես առանց հետ էլ առողջությունս այն չի, ես որ դնեմ մի հատ էլ ատելությունը թույն ընկալեմ իմ մեջով անցկացնեմ ֆիլտրացիա անեմ։ Ինչ շատ ցավոտ է, հայ ինչ պիտի ատի։ Եթե մտահոգված քաղաքացիներ եք, եթե մտահոգված եք դուք, թե Փաշինյանը սխալ անում, ճիշտ անում, բարի եղեք, ուղղություն ցույց տվեք, բայց ճիշտ ուղղություն։ Ոչ թե իմ նման ուղղություն ցույց տվեք, ասեք Սալավյովին բաժեշ կանեք, թե իշխանությանը, այլ ուղիղ ասեք, բերեք այս հարցում իշխանությանը կամ թույլ չտանք գնա այս ուղղությամբ հիմնավորելով, թե չի կարող ձեր սիրտը շատ բան է ուզում։ Բայց հետո էլի պատասխան, ձեր սիրտը ուզում էր ասել Արցախ Հայաստանի վերջ, գնաց ձեր սրտով, բայց պատասխանատվությունը այսօր ասում եք մենակ ինքն է։ Ինքը չասես Արցախ Հայաստանի վերջ։ Բայց ինչքան մարդ ծափ տվավ։ Ինչքան մարդ էր սպասում այդ օրբան, ինչքան մարդկանց ուղեղին լցրել որ եկել է այսի ծախի։ Եվ վերջապես հասկացեք մի բան։ Մենք թիմ ենք։ Մեր ժողովուրդս, մեր բոլոր հայրենակիցներս դա մի թիմ է հաշվեք։ Եվ մեր թիմից ինչ որ մեկը մտել է ուզում եք ֆուտբոլ խաղում, բռնցքա մարտա, շամ մարտա, շախմատա, կապ չունի։ Այդ 200 պետության հետ։ Արա կարող է կրվի էլ, սխալ քայլ անի։ Այն ֆուտբոլիստը, որ գոլ է խփում սաղ 2 ժամվա մեջ, 100 հատ ծուռ խփում, մի հատ ճիշտ խփում։ Բա քաղաքականությունն էլ է։ Ես չեմ ասում պետքա 100 անգամ կոպիտ ծուռ քայլեր անեն, սխալ քայլեր անեն։ Բայց սխալներ էլ կունենան։ Պետքա մենք այդ սխալ քայլը այս ձև ընդունենք, պետքա հայհոյանքներ ու անեցներով տշնամությամբ ընդունենք։ Քանի դեռ դու ճիշտ ես խոսում։ Ես ոչ մեկին երբևիցե ոչ խնդրել եմ, դուք տեսացեք տեսանյութը, ես պատասխանում եմ ձեր խոսքին, որ ես տեսացեք իմ կողմից 3-4 տարի է էլի Facebook խոսում եմ, ասեմ խնդրում եմ հետևորդ բանը պատվիսկ եղեք ինձ, որտեվ նախ առաջինը ես ոչ մեկին չեմ խնդրում, որտեվ իմ կարծիքը պետք է մարդուն դուր գա, եթե դուր գալիս ինքը ավտոմատ պատվիսկ ալնում։ Ում հետաքրքիր չի, էլի առանց որևէ նեղանալու ջնջումա բլոկ անում գնում։ Ես հետևորդներ չեմ հավաքում, տենց, որտեվ չունեմ հետաքրքրություններ, հետևորդների քանակ, մեծ քանակ ունենամ, ու հետո այդ քանակով օգտագործեն իշահ ինձ կամ իշահ ինչ որ ուժի։ Ինձ պետք չէ խառնել ոչ մի ուժի հետ, կամ դուք ձեր պատկերացումներում մտածեիք, թե իշխանության մարդն եմ, իրանց համար աշխատում եմ, ով դրուկ որ տենա քննադատություն, դուք հիասթափվեք։ Ախր դուք եք ձեր համար կառուցել այդ ամեն ինչը։ Գևորգը երբ որ Ստեփանակերտից մտել է Երևան 2023 թվականի սեպտեմբերի 25-ին, երեք 26-ին, 27-ին էլ եթեր եմ արել, ասել որ ինչպես եղել եմ ուշադիր Արցախում կատարվող քաղաքական իրադարձություններով, այժմ ես Արցախում չեմ, Երևանում եմ, Երևանում էլ ուշադիր կլինեմ քաղաքական անցուդարձին իրադարձությունները եւ կտամ իմ գնահատականը, նես չի որ տենամ ինչ որ բացալ, դա այդ եթերը կա, չի ջնջվել։ Այդ եթերը կարող եք հետ գնալ, տեսնել ես որ այդպես խոսք եմ տվել, որ ես լինելու եմ ինչպես մտահոգված Արցախում Արցախի մասով, Հայաստանում ապրելով էլ Հայաստանի մասին եմ մտահոգվելու։ Այն վաղ կրակը, թեժ գիծը Արցախն էր, Արցախը տվին գնաց, всё, չկա։ Բայց մենք ունենք Հայաստան, այսինքն մեր հայրենիքի մի փոքր էլի հատված, որը ունի պետականություն, որը ունի աշխարհի կողմից ճանաչելիություն, եւ մեր այս փոքրիկ պետության համար էլ պետքա հոգս անենք։ Երդվում եմ, ինձ հետաքրքրություն չունեմ ինչ որ կուսակցության իշխանության պաշտպանելու, բայց չես կարա դու արտահայտվես միտք, որ մի կողմի վրա չլնես դու ջրաղացին ջուր լցրած։ Ես ոչ գումար եմ ստանում, թող հաստատեն։ Մեկը իշխանափոխություն լինելու է 26-ին կլինի, 32-ին, 42-ին։ Արա, ես հիմի ուզում եմ ձեզ ասեմ, այն վաղ դուք կասեք ԱԱԾ-ն հրապարակի մի հատ ձայնագրություն, մի հատ տեսանյութ, մի հատ փաստ, որ Գևորգը ինչ որ ուժի ծառայել է, որ ինչ որ ուժի հրահանգ է կատարել, տեքստ են ուղարկել, ասել են տեքստը անկարդա, մեր երգը երգի։ Չէ, եղբայրներ ջան, ես արտահայտվում եմ եւ արտահայտվելու եմ, իմանալով էլ նույնիսկ որ իշխանության օրինակ հանդեպ անիմաս անտեղի օրինակ մեղադրանք են չեսնում։ Ես ասում եմ մի արեք, իմանալով որ ինձ ասելու են
Իշխանության մարդն է, բայց ես նախընտրում եմ, որ այդ պահին ճիշտ է պաշտպանել, չնայած այդ ճիշտը պաշտպանելով դարձա նաև իշխանությանը պաշտպանած։ Բայց ես գնում եմ այդ քայլին, որովհետև այսօրվա մեր երկրի ղեկավարությունն է աշխարհում ներկայացնում մեր երկիրը։ Բա գնամ որ պետության ղեկավարությանը պաշտպանեմ։ Սալավյովին, Լավրովին, Պուտինին։ Ժողովուրդ մենք սխալ ենք, շատ ժամանակ մեզ պահում։ Էլ չեմ ասում մեծ մեղքի չափաբաժին ունի ԶԼՄ-ների ներկայացուցիչները, որ իրանք ատելություն եւ չարություն են իրանց հարցերի մեջ, իրանց բարձրացրած թեմաների մեջ ատելությունը չարություն է պարունակում։ Պետք է մի քիչ էլ գիտեք ներողամիտ ելնել, պետք է մի քիչ էլ խղճով առաջնորդվել։ Չի կարելի այսքան ժողովրդին սրել։ Մեր լրատվական ընդհանուր ցանցը մեծամասնությամբ ավելի շատ նորից եմ ասում մտահոգված է Ռուսաստանի շահերով, քան թե Հայաստանի շահերով։ Կամ պետք է ազնվորեն խոստովանենք, ասեք Ռուսաստանը մեր դաշնակից չի, այլ Ռուսաստանը գերտերություն է, իսկ մենք իրանց գուբերնիան ենք կամ գաղութն ենք։ Միանգամից տենց խոստովանենք, ես կասեմ, հա, հասկանում եմ, սիրելի հայրենակից, ես զգում եմ քո մտավախությունը, որ կարող է այդ նույն ագրեսորին ճարելա Ուկրաինայի գլխին, մեր գլխին անի։ Ես կիսում եմ քո մտահոգությունը, վախը, բայց պետք է մենք ոչ թե այդ պարագայում մեր երկրի ղեկավարության հանդեպ ճշտամաբար վերաբերվենք, այլ պետք է զգուշորեն անենք։ Ամեն ինչը պետք է զգուշորեն անենք։ Առայժմ ինչ որ չափով արտաքին քաղաքականությունը կոնկրետ Սյունիքի այդ Տրամպի ուղի որ կոչվում է իմ խորը ինչքան հնարավոր է վերլուծությամբ ես հակված եմ մտքին, որ այդ ամեն ինչը լավ է եւ այդ 26%-ը 74-ի հարաբերակցությամբ ես չգիտեմ, ես ֆինանսիստ չեմ, կարող է հնարավոր է 30-ով 70 անեինք, ես տեղյակ չեմ, միգուցե ավելի հարմար եւ լավ տարբերակներ կային, չգիտեմ, բայց մի բան հաստատ գիտեմ, որ օրինակ դու գնաս արենդավատ անես մի հատ Երևանի կենտրոնում թեկուս տարածք, դու չես կարա աշխատես օրինակ Վարշավի 1 միլիոն դրամ աշխատես 760,000-ը 10 այդ արենդով ումից վերցրելես տիրոջը 740-260,000-ը վերցնես քեզ։ Ոնց դու սա քշեցիրեք աշխատես, որ դու ավելի շատը 10, ով որ արենդով, չէ, արենդով տվողը քիչ է ստանում։ Համեմատած եկամտին, այդ ով որ աշխատցնում է։ Նույնը հիմա դու արենդով հաշվի տվել ես քո տարածքը ինքն ամեն ինչը սարքելու, ֆինանսները ներդնելու, ել 49 տարի։ Վատա 49 տարի հետո քո պետությունը կլինի կայացած եւ Ամերիկան ներկայությունը ստե կլինի եւս մի փոքր ինչ որ չափով անվտանգություններ երաշխավորած, ապահոված։ Դու օգտվի ճիշտ քայլերով, խելացի քայլերով 49 տարի հետո կվերցնես անազգանո Յանով, ոչ թե Դոնալդ Թրամփն է մեռածալնելու հաստատ չի լինելու 49 տարի հետո կվերցնի հայ, կասի այսպես նույն պայմաններն է կամ մի քիչ փոփոխություններով, բանը մեր վերահսկողության տակ է։ Մենք այս ամեն ինչից հետո եթե դուրս են գալիս, թե այդ պատերազմյան շրջանը հաշվի առնելով, թե հաշվի առնելով Ռուսաստանը կարող էր եւս մեկ քյալակ բերել մեր գլխին, բայց չի ստացվել ու անցել է Ամերիկայի դիապետության տակ։ Ես լավն եմ տենում։ Նույնիսկ ինձանից բացի թուրք երևի գեներալից հետո մարշալա, բայց մարշալից բարձր որն է կոչվում ադմիրալ ոնց որ, հա, այդ ադմիրալը երևի բարձր էլի, ասենք զինվորական ներկայացնում է ախր որ շատ թուրքերի մոտ ուրախություն է որ վերջ միջանցքա բացվում էսա կամ ուղի կապ չունի էլի ոնց իրանք են ուզում թող ասեն, հա, մի քիչ բանը Նախիջևանը միանում Ադրբեջանի դրանով էլ թուրքերն են միանում իրար թուրքական եղբայրությունը, Թուրան, տուդա, ասում էլ չեն հասկացել որ եկել է Ամերիկան քիթ խոթել, ստե վայս եղել այդ Թուրան ծրագրին, որովհետև Ամերիկան դարավ խանգարած, բացի դրանից ուրիշ ես չեմ ուզում խորը քաղաքականություն մտնել, դա թող քաղաքագետները վերլուծեն ու մեկնաբանեն։ Բացի դրանից այլ մեկնաբանների կողմից էլ ես լսելով համաձայնում եմ մտքին, որ միջազգային նավթի շուկան վերահսկում է Անգլիան, իսկ Թրամփը ուզում է իր ձեռը վերցնի, այսինքն Ամերիկայի ձեռը վերցնի շատ հարցերում դառնա ինքը կոնկուրենտ Անգլիայի հետ, մանավանդ արմատներն էլ հաշվի առնելով, որ Նիդերլանդացի է, բանը կներեք, Իռլանդացի է Թրամփը, իսկ իռլանդացիները չեն սիրում անգլիացիներին, այսինքն այդ վարկածի մի տեսակ ընդունելի է, հասկանալի է։ Այնպես որ եւ հանուն իրանց շահի եւ մենք էլ մեր շահը հաշվի առնելով հավատում եմ, որ լավ է լինելու, բայց ինչ մնում է, որ դուք մնացել եք այդ մարդիկ, մնացել եք այն բանին, որ պետքա Հայաստանը ոչ մի ռազմավարական նշանակության օբյեկտ չմնա մեր վերահսկողության տակ կամ ինչ որ արենդով չտանք, այլ նվիրենք ծախենք թեկուս, ծախել ինչա, ծախում ես, կորցնում ես ամբողջությամբ վերահսկողություն։ Այս ծախած շիշը չէ որ արդեն իմը չի, բայց որ այս շիշը չեմ ծախում, ասում եմ, ան մի բաժակ դու ջուր խմի, մի բաժակ ես, բայց իմ ձեռն է մնում շիշը, դա նշանակում է, որ իմ վերահսկողության տակ է, իմ սուվերենության տակ է։ Նույնը Սյունիքով Թրամփի ուղին։ Մնում է ամբողջությամբ ըստ հրապարակված փաստաթղթերի Հայաստանի Հանրապետության վերահսկողության տակ։ Սրանով պետքա միայն ուրախանալ։ Տխրում են նրանք, ովքեր որ կուզենային, որ ամբողջությամբ ինչպես որ ռազմավարական այլ նշանակության օբյեկտներ անցել է Ռուսաստանին, էս էլ անցներ։ Քիչ են կախված Ռուսաստանից, մի հատ էլ են կախում։ Թողեք մի քիչ շունչ քաշենք, հերիք հա, ինչքան մեզ փրկել են։ Ինչքան իրանք մեզ փրկել են, այնքան մեր տարածքները քչացել է։ Լավ, շունչ հավաքեցի, թվացին հավաքեցի մի քիչ էֆիրարի։ Առայժմ այսքանը, բոլորիդ բարի գիշեր, լավ մնացեք։ Կփորձեմ ես իմ ակտիվությունը պահեմ իմ առողջության հետ կապված, ինչքանով հնարավոր կլինի։
լավ մնացիք։